Արծուր Հովհաննիսյանը ինչ ասաց, եղել է ճիշտ հակառակը, 180 աստիճանով ամեն ինչ շուտ տված է ասել եւ ստել է։ Էլ չեմ ասում, որ ինքը զինվորական երթում է տվել եւ ինքը պետք է ողջուներ դա։ Իսկ իր ասածից ստացվում է հետեւյալը, որ եթե 600,000 հայ օրինակ դավաճանեին անցնել Գերմանիայի կողմը, ուրեմն դա ի նպաստ Հայաստանի կլներ։ Պետք է արվեն այն ուժերը արտաքին, որոնք իշխանություն ունեն Հայաստանում եւ որոնք այդ 2018 թվականի գործընթացը կազմակերպեցին եւ իրականացրեցին։ Հերու չի այն օրը 7 տարի հետևում չի եւ երբ էս բաժանումը տեղի կունենա եւ Հայաստանը այլ ընթացք չի ունենալու, քան ինտեգրվել գնալով ավելի խորը Ռուսաստանի մասնակցությամբ կառույցներում։ Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Լույս տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանին։ Բարև պարոն Այվազյան, շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Պարոն Այվազյան, թերևս հանրության ուշադրության կենտրոնում սևեռվեց ընդամենը օրեր առաջ կայացած Ալիև եւ Փաշինյան հանդիպումը, որը տեղի ունեցավ Ալբանիայում, կխնդրեմ, որպեսզի մասնագիտական տեսանկյունից մեզ ներկայացնեք, թե քաղաքական եւ աշխարհաքաղաքական առումներով սա իրականում ինչ է իրենից ներկայացնում։ Նախ հանդիպում որպես այդպես ինչի եղել, ոտքի վրա այդպես բռնացրեց, ասաց գնանք սուրճ խմենք, նա էլ ասաց սպասի խոսում եմ, գնա վերջացնեմ կգամ։ Այսինքն հանդիպման բուն այդ ավանդական տեսանկյունից հանդիպում չի եղել, այսինքն նախապատրաստված պրոտոկոլով քննարկվող հարցերի շրջանակով չի եղել նման բան։ Այսինքն տպավորություն է, որ այսպես վազվզում է, տեսնի ում կարող է բռնացնել մի երկու բառ հետը խոսել։ Դե պարզ է, որ այդ սուրճի սեղանի շուրջ առանձնապես ինչ պետք է խոսեին, որ մենք չգիտենք կամ ինչ որ ընթացիկ իրավիճակի հետ կապված ինչ որ փոփոխություններ կարող են լինել։ Ոչ մի բան չի եղել։ Ինչ որ այդպես ավելի շուտ PR ակցիա էր, փորձել այդպես բռնացնել, ոտքի վրա խոսել, դա ներկայացնել որպես չգիտեմ, այդ խաղաղությանը միտված հերթական քայլ Հայաստանի վարչապետի կողմից։ Դրանով չի, որ պետք է իմանան ինչ է կատարվում, այսինքն ամեն ինչ գիտեն, այսպես կոչված բանակցությունները ընթանում են, զիջումները արվում են Հայաստանի կողմից, մնացած մասով էլ որտեղ պահը բռնացնի սելֆի անելու, բռնացնում անում է։ Բայց նաև նշվել էր այն մասին, որ իբրև կարևորություն են հատկացրել հատկապես խաղաղության, հա, ինչ-որ պայմանագրի շուրջ քննարկումներ անցկացնելուն եւ այլն, այսինքն այս ամեն ինչը եւս ինչ-որ կուլիսային վիճակներում են եղել։ Այդ կարևորություն տալը ուղղակի բառեր են։ Ինչքան ժամանակի արդեն ասվում է, որ բանակցությունները ընթանում են, համաձայնեցված է, մնացել է երկու կետ, Ալիևը ուզում է լուծարել Մինսկի խումբը, համանախագահների համադրություն է ուզում փոխել տալ։ Իսկն դա է շրջանակը, այսինքն այդպես չի, որ մենք չգիտենք կամ չենք կարող ենթադրել ինչ է պահանջում։ Կարծում ոչ մի նոր բան չկա։ Եթե պետք լինի ինչ-որ բան փոխանցել իրար, ինչքան որ գիտենք կա օպերատիվ կապ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, օպերատիվ կապով կարող են հանգիստ փոխանցել, այսինքն սուրճի բաժակի շուրջ նստելու են հրապարակային ձևով կարիք չկա, դա PR ակցիա է ուղղակի։ Ցույց տալու համար, որ ինչ-որ մի բան անում է Հայաստանի իշխանությունը, ինչ-որ քաղաքական գործընթացների մեջ է։ Այսպես մի քիչ էլ տենց իբր Փաշինյանը այսպես համարձակ մոտեցավ Ալիևին, Էրդողանին, ասաց ինչ ես կանգնել, արի գնանք սուրճ խմելու, բաղմիսը կարող է այն տենց ֆեյք ալիքներ կան, չէ՞, որ տենց ճչացող վերնագրեր են դնում, ասեն Փաշինյանը մոտեցավ Ալիևին, այդ կոշտ ձևով հրավիրեց սուրճի, այսինքն այսպես ներկայազուտ ժողովրդին ներկայացնելու համար է դա արվել։
Վերջին ժամանակահատվածում բավական տարբեր մասնագետների կողմից ուշադրության կենտրոնում սևեռվեց նաև Արծուն Հովհաննիսյանի կողմից հնչեցված հանրային կարծիքը, որը Ստալինգրադի ճակատամարտին էր վերաբերվում։ Կխնդրեմ, որպեսզի ձեր մասնագիտական տեսանկյունից ձեր անձնական վերլուծությունը կատարեք, թե սա վերջապես ինչ է նշանակում եւ ինչպիսի գնահատական դուք կտաք դրան։ Նախ սկսենք նրանից, որ 600,000 հայ, ովքեր որ մասնակցել են, իրենք մեծ մասը կամավոր են գնացել, երկրորդը նրանք այսպես վարձկաններ չեն եղել, ում ԽՍՀՄ վճարել է, իրենք էլ եկեք կռվել են, այսպես իրենց պատերազմը չի եղել, եկեք ուղղակի կռվել են, որտեղ փող են տվել։ Իրենք կռվել են հայրենիքի համար, այսինքն իրենք գնում են այդ գիտակցումով, որ հայրենիքի համար են կռվել։ Չեմ ասում, որ եթե զինվորական էին, ապա կամ ծառայել էին բանակում, ապա իրենք զինվորական երթում էին տվել։ Հետևաբար երբ որ բարձրաստիճան սպան եթերով կարծիք է հայտնում, նա ինչ պետք է անի, նա պետք է ողջունի, որ այդ մարդիկ մինչև վերջ հավատարիմ են մնացել հայրենիքին տրված երթմանը, որտեղ ինքն էլ է երթում տվել, ուրիշ բան նա ասել չի կարող։ Այն, որ Գերմանիան հաղթելու դեպքում ստեղծելու էր Միացյալ Հայաստան, դա սուտ է։ Եղել է ճիշտ հակառակը 1942 թվականի հունիսի 20-ին պատերազմը սկսվելուց 1 օր առաջ նացիստական Գերմանիայի եւ Թուրքիայի միջև գաղտնի համաձայնագիր է կնքվել, համաձայն որի Գերմանիան պարտավորվել էր խոսքեր տվել, որ հաղթանակի դեպքում ողջ Անդրկովկասը անցնելու է Թուրքիայի տիրապետության տակ։ Այդ արխիվներում այդ փաստաթուղթը կա։ Երկրորդ, եթե խոսքը գնում է Արևմտյան Հայաստանի ազատագրման մասին, ապա միակ մարդը, ով պատերազմից հետո 1945 թվականին հրաման է տվել ազատագրել Արևմտյան Հայաստանը, դա եղել է Ստալինը։ Եվ 1945 թվականին մեր հայ ԽՍՀՄ հերոսներից մեկը, գեներալ լեյտենանտ, Ստալինի հրամանով 60,000-անոց զորքով ներխուժել է Թուրքիա եւ 50 կիլոմետր մտել է Թուրքիա։ Այսինքն այդ օպերացիան Ստալինը արդեն 1945 թվականին հրամանը տվեց, որ սկսեն։ Եվ սովետական զորքերը 60,000-անոց զորքը մտավ Թուրքիա։ Միացյալ Նահանգները տեսնելով, որ ԽՍՀՄ իրականացնում է նման օպերացիա, Ճապոնիայի վրա գցեցին 2 միջուկային ռումբ։ Դրանով հասկացնելով ԽՍՀՄ-ին, որ հաջորդ ռումբը կարող է իր վրա լինել, եթե այդ օպերացիան չդադարեցնեն։ Եվ ԽՍՀՄ-ը, քանի որ այն ժամանակ ռումբ չուներ, միջուկային ստիպված եղավ դա անել։ Ընդ որում Միացյալ Նահանգները Ճապոնիայի վրա գցեցին 2 ռումբ եւ հենց այդ 2 ռումբն է, որ ունեին, դրանից ավել չունեին։ Այսինքն եթե ԽՍՀՄ-ը իմանար, որ ավել ռումբ չունեն, միգուցե իրենք չկանգնեցնեին։ Եվ այդպես ստիպում են ԽՍՀՄ-ին հետ քայլ անել։ Այդ մտադրությունների մասին կա նաև Յալտայի Պոցդամի կոնֆերանսների սղագրության մեջ, դա բաց կա, երբ որ ԽՍՀՄ ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ հայերի նկատմամբ այդքան արդար չեն վարվել 20-րդ դարի սկզբին եւ հետո պետք է այդ արդարությունը վերականգնել։ Իսկ կարծում եմ մոտիվացիան ԽՍՀՄ իշխանության այն էր, որ հայերը ցույց տվեցին թե ինչ ներդրում իրենք ունեցան այդ երկրի ազատագրման համար եւ հետեւաբար ԽՍՀՄ իշխանությունը որոշեց, որ պետք է արժանի ձևով դա փոխհատուցվի։ Եվ ԱՄՆ Մեծ Բրիտանիայի ճնշման տակ ցավոք սրտի այդ պլանները չիրականացան։ Այսինքն Արծուն Հովհաննիսյանը ինչ ասաց, եղել է ճիշտ հակառակը։ 180 աստիճանով ամեն ինչ շուտ տված է ասել եւ ստել է։ Էլ չեմ ասում, որ ինքը զինվորական երթում է տվել եւ ինքը պետք է ողջուներ դա։ Այսինքն իր ասածից ստացվում է հետեւյալը, որ եթե 600,000 հայ օրինակ դավաճանեին անցնել Գերմանիայի կողմը, ուրեմն դա ի նպաստ Հայաստանի կլներ, իսկ զինվորականը չի կարող նման եթեներ նույնիսկ տեսականորեն, նույնիսկ անուղղակի ձևով ասել, ինքը մի բան պետք է անի, ողջունի հայրենիքի համար
միջև վերջ կրված եւ հավատարիմ եղած զինվորականներին, այդ 600,000 հային, որոնցից 300,000-ը զոհվեցին։ Իսկ պարոն Այվազյան, արդյոք նրա կարծիքը կարելի դիտարկել որպես պատմության խեղաթյուրում կամ այսպես ասած նացիստական Գերմանիային արդարացնելու փորձ որպես դե միանշանակ խեղաթյուրում է, այսինքն սուտ է, նման բան չի եղել։ Եվ այն, որ ինքը մայիսի 9-ին դա հնչեցրեց, այստեղ արդեն միտում եմ տեսնում արդարացնել նացիստական Գերմանիային, սա տեղավորվում է արևմուտքի կողմից վարվող քաղաքականության մեջ, ինչու որտեվ պատերազմից հետո արևմուտքը նացիստների մնացորդներին տարավ իր մոտ, պահեց, աճեցրեց, նացիզմը վերափոխեց արևմտյան բացառիկության գաղափարներով եւ պատրաստվում էր ռևանշի Ռուսաստանի դեմ։ ԽՍՀՄ նկատմամբ իրանք ռևանշի հասան 91 թվականին կարողացան փլուզել, բայց Ռուսաստանի դեպքում իրենց հաշվարկները այդքան էլ ճիշտ չգտնվեցին եւ հիմա Ռուսաստանը ոտքի է կանգնում։ Եվ հիմա պատերազմում մենք տեսնում ենք ըստ էության այդ նացիստական գաղափարախոսների գաղափարական ժառանգներին եւ իրենց, այսպես ասենք, քարոզին, որը տարբեր երկրներում կա։ Ուղղակի այդ նացիզմը գերմանական փոխվել է, դարձել է արևմտյան բացառիկություն, արևմտյան դեմոկրատիա, կամ կարելի է անվանել, ասենք, անգլո-սաքսոնական նացիզմ։ Մեծ հաշվով նույն բանն է։ Այնպես որ նման դրսևորումներ կարծում եմ կամ փորձեր անելու դեռ կտեսնենք երևի։ Իդեպ պարոն Այվազյան, այդ ամեն ինչին բավական հանրային, արձագանքներ եղան, անգամ մինչև ՌԴ դեսպանի մակարդակով այդ ամենը դիտարկվեց եւ այլն։ Արդյոք մեր կողմից դա այնքան ուշադրության արժանի չէ, որ անգամ շատ մասնագետներ, երբ այդ հարցով դիմում ենք, որոշներն անգամ ցանկություն չունեն խոսելու, իրենց, այսպես ասած, պարտավորվածությունն անգամ չեն համարում, այսինքն ինչու՞մ է հարցս հիմնական կայանում, արդյոք այդքան իմիջիայլոցությունն է շարունակում մեզ մոտ առավել գերիշխել, թե Դե որ ասում ենք մեզ, որ ասում եք մենք, մեզ, դե մենք ես դուք խոսում ենք, մնացածի համար չեմ կարող ասել, իսկ այն փորձագետները, որոնք խուսափում են, նշանակում է իրենք կամ գտնվում են տասնամյակների ընթացքում իրականացվող քարոզի տակ, կամ ասենք ինչ որ անձնական պարտավորություններ ունեն, միգուցե կախվածություն, միգուցե, գիտեմ, բիզնես ունի մեկը Եվրոպայում, միգուցե ընտանիքի անդամներ ունի, միգուցե ուզում է գնալ այնտեղ հանգստանալ, վիզայի հարց կա, հազար մի հարց կարող է լինել եւ վախենում են հրապարակավ արտահայտվել, որ հանկարծ այդ ամեն ինչը չկորցնեն։ Կամ մեկը կարող գրանտ է ստանում, ասենք, արևմուտքից կորցնի։ Այսինքն պատճառները տարբեր կարող են լինել։ Մյուսներն այսպես չի ուզում այդ գլխացավանքի տակ իր կարծիքով մտնել։ Այսինքն իրենք ճշմարտությունը ասելը համարում են գլխացավան կամ խնդիր իրենց համար, բայց դա իրենց խնդիրն է եւ պատմությունը կարծում եմ իրենց տեղն ցույց կտա եւ կարծում եմ շատ կարճ ժամանակում։ Պարոն Այվազյան, թերևս այս ամենի ֆոնին նաև վերջին ժամանակահատվածում նաև ակտուալ է դարձել իմպիչմենթի թեման, կխնդրեմ մի փոքր նաև նկատառում անեք այս առումով, որքանով է դա այս պահի համար այսպես նկատելի հարց դարձել, որ իմպիչմենթի թեման է անգամ ուշադրության կենտրոնում սևեռում։ Նախ եթե խոսում ենք իմպիչմենթի մասին, այսինքն անվստահություն հայտնելու, դրա համար անհրաժեշտ է, որ մի շարք իշխանական պատգամավորներ եւս դրան կողմ լինեն։ Հիմա այստեղ հարց է առաջանում։ Նախ այն, որ արդյոք 2018 թվականի իշխանափոխությունը դա զուտ ներհայաստանյան ինչ-որ գործընթաց էր, թե այնուամենայնիվ դրա հետևում կանգնած են, ասենք, արևմտյան որոշ պետություններ, որոնք կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար են դա արել։ Այսինքն բերել են իշխանության, Փաշինյանին, մյուսներին, հետո ձևավորել են
մեծամասնական խորհրդարան, այսինքն նշանակում է, որ այսօրվա իշխանությունը ծառայում է այդ աշխարհաքաղաքական շահերին։ Թե այստեղ է հետևություն, որ պարզ է, որ աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք այդ ամեն ինչը պլանավորել են, իրենք չեն կարող ուղղակի բաց թողնել կամ չհաշվարկել այն հանգամանքը, որ ինչ որ մի, ասենք 20-30-20 падգամավորի պատճառով կարող է իրենց աշխարհաքաղաքական որոշ ամբողջ ծրագրերը փլուզվել։ Պատահական 20 հոգի ԿՊ-ից վերցնի կողմ քվեարկի եւ փլուզվի։ Պարզ է, որ դրանք հաշվարկել են։ Եվ պարզ է, որ բոլոր падգամավորները հատ-հատ ընտրված են, այսինքն ընտրված են իրենց վրա առկա կոմպրոմատներով, խոցելի տեղերով եւ իմպիչմենտի անողները մտածում են, որ այդ падգամավորները Նիկոլ Փաշինյանի падգամավորներն են, ոչ, դրանք այն երկրների падգամավորներն են, որոնք 2018 թվականին գործընթացը իրականացրեցին։ Հետևաբար իրենք են որոշելու իմպիչմենտ ընդհանրապես կլինի, թե ոչ։ Այստեղ ես չեմ բացառում նաև այլ սցենար, որ օրինակ, նույնիսկ եթե փողոց գեներացվի, որ տվյալ ուժերը, այսինքն երկրները, տեսնեն, որ այսպես Փաշինյանի ռեյտինգը այնքան է ընկել, որ այլևս ինքը որպես այդպես չի ծառայում իրենց շահերին եւ որոշեն հենց իրենք փոխել, հենց իմպիչմենտի միջոցով։ Բայց դա էլի կլինի տեղափոխություն։ Այսինքն Փաշինյանին հեռացնեն, բերեն իրենց մյուս մարդուն, անունը դնեն, որ ժողովրդական ճշմարտ տակ տեղի ունեցավ իմպիչմենտ։ Հետևաբար իրենք են որոշելու կլինի թե չէ նախ եւ երկրորդը լինելուց հետո ասենք ով կլինի կամ չի լինի։ Իսկ որպեսզի բուն գործընթացը իշխանապողության ռեալ գործընթացը տեղի ունենա, ապա ըստ էության գահանկեց պետք է արվեն այն ուժերը արտաքին, որոնք իշխանություն ունեն Հայաստանում եւ որոնք այդ 2018 թվականի գործընթացը կազմակերպեցին եւ իրականացրեցին։ Եթե իրենց նկատմամբ ճնշում չկա, ուրեմն այդ իմպիչմենտը լինելու է եւս իրենց օպերացիան, այսինքն փոխելու են Փաշինյանին մեկ ուրիշով, որը պարտավորված է լինելու Ռուսաստանի նկատմամբ դեմ, ավելի ճիշտ, գործընթացները հասցնել ավարտին։ Այդքան իրանք միամիտ չեն, որ համաձայնվեն Փաշինյանին փոխել ինչ որ մեկով, թեկուզ թվացյալ ընդդիմության դաշտից լինի, բայց չպահանջեն ընդդիմության եւ չպարտադրեն այդ տեխնացուին, որ նա պարտավորություն վերցնի, որ այն գործը Ռուսաստանի դեմ որ չեր անում Փաշինյանը, իրենք կավարտին կհասցնեն։ Որ միամիտ չեն Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, որ այդքանը չհաշվարկեն։ Հետևաբար, քանի դեռ չկա արևմուտքի նկատմամբ ճնշում, ուրեմն այս գործընթացը իրենք են կառավարում այս կամ այն ձևով, ուղղակի կամ անուղղակի ձևով, իրենք են կառավարում, կառավարիչը իրենք են process-ի։ Իրենք կարող է չերևան այդ process-ի տակ։ Կարող է իմպիչմենտի կազմակերպ, չեմ ասում իմպիչմենտի կազմակերպ նախաձեռնողները գործակալներ են, ոչ, բայց process-ը իրենք չեն կառավարում, process-ը կառավարում է արևմուտքը։ Իրենք ձևերը գիտեն ոնց process կառավարել, նույնիսկ այնպես որ այդ մարդը չիմանա, որ ինքը կառավարելի է։ Իրենք կառավարում են տեղեկատվական դաշտը։ Իրենք կարող են տեղեկատվական դաշտի միջոցով ցանկացած կարծիք փաթաթել հասարակությանը, ցանկացած ձևի ինչ ուզում են, իրենք կարող են ըստ էության անուղղակի պարտադրել հասարակությանը, որ հասարակությունը սկսի այդ հասարակական կարծիքը, այդ կարծիքի կողմ լինել։ Այնպես որ քանի որ իրենք են կառավարում, իրենք են որոշելու են, երբ ոնց կլինի։ Հիմա պարզ է, որ Հայաստանում, եթե հայտնվի մի քաղաքական գործիչ, որը, ասենք, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման եւ խորացման կողմնակից է, եւ ինքը ուզենա հայտարարել նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց, իրեն ոչ մեկ չի լուսաբանի Հայաստանում, բացի մի քանի փոքր, ասենք, ԶԼՄ-ներից, օրինակ ձեր ԶԼՄ-ի, բայց մյուսները չեն լուսաբանի, որտեվ արևմուտքը կասի անուշադրության մատնեք այս process-ը, որտեվ մեր ուզած տեխնացուն չի այս իմպիչմենտի
կամ մեր ուզած ձևով չի գնում impeachment-ի գործընթացը, ոնց կարող է ասենք Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու օրինակիցը impeachment-ի գործընթաց սկսի ու հաջողության հասնի։ Իհարկե ոչ։ Բլոկ են արելու ամենտեղ։ Դրա համար եթե չկա արևմուտքի նկատմամբ ճնշում, բոլոր առումներով, ընդ որում հիմնավորված ճնշում, այնպես չի որ օծց են օրինում ճնշման հիմքերը, ուրեմն իրենք էլ կառավարելու են երևացող կամ չերևացող ձևով։ Իսկ պարոն Այվազյան, ձեզ արդյոք եթե անգամ փողոցային պայքար լինի, ԿՊ-ից կմիանան, թե ոչ անհրաժեշտ քանակի ուժերը, եթե այնուամենայնիվ գուցե կարելի ասել միայն վախից, հա, որոշ պատգամավորներ չեն միանա նման նախաձեռնությունների։ Իհարկե չեն միանա։ Միջև արևմուտքի հրանք չկա, իրենք չեն միանա։ Այսինքն այդ վախը, ասենք վախից ինչ որ բան անելը իրենք չեն որոշում։ Իրենց նրա համար չեն բերել այնտեղ, որ հանգարց վախից ինչ որ մի հատ սխալ որոշում կայացնեն, որը քանդի արևմուտքի բոլոր պլանները։ Չի կարող նման բան լինել։ Այդ պետությունները արևմտյան հարյուրամյակներով տարբեր ժողովուրդների գաղութացնելու փորձ ունեն։ Իրենք այդ նյուանսները շատ լավ գիտեն։ Եվ չի կարող մի փոքր ինչ որ impeachment-ի պատճառով կամ մի երկու падգամավորի վախի պատճառով իրենց ողջ աշխարհաքաղաքական պլանները փլուզվել։ Հնարավոր չի դա։ Իրենք այդ ամեն ինչը վերահսկում են։ Մի դեպքում կարող է լինել, եթե այդ impeachment-ը իրենք են կազմակերպում։ Իրենց մի մարդուն փոխում են մեկ ուրիշով։ Դա է միակ ճանապարհը, եթե իրենք ուզենան impeachment անել։ Բայց այն մարդը, ով Փաշինյանից հետո իրենց կողմից բերվում է, իրենք պարտավորություն են կորզելու իրենից, որ դու կանես այն ինչ որ Փաշինյանը լավ չէր անում, դանդաղ էր անում, ավարտին կհասցնես։ Այնպես որ եթե ուզում են իրոք հասնել արդյունքի գործընթացի հետ impeachment-ի, պետք է շեշտակի ճնշում գործադրեն արևմուտքի նկատմամբ։ Ընդ որում հանրային մեջ ճնշում։ Այդ դեպքում միգուցեև ինչ որ մի բան ստացվի։ Միգուցեև այդ ճշմարտ արդյունքում բնական ձևով ծնվի այն տեխնացուն, որը որ կարող է դա անել։ Իսկ իմ կարծիքով Հայաստանում առանց աշխարհաքաղաքական համատեքստի քաղաքական գործընթաց հնարավոր չի, որտեղ վերջի վերջո ինչ որ կատարվում է Հայաստանում եւ կատարվում էր, դա Ռուսաստան-Արևմուտք բախման արդյունքներ, հետևանքներն ենք մենք տեսնում մեզ մոտ։ Մենք ոնց կարող ենք ասել, որ իշխանապողության գործընթացը դա զուտ ներքաղաքական գործընթաց է, ոչ իհարկե։ Եվ մենք տեսնում ենք, որ քանի ինչքան Ռուսաստանի քաղաքական կշիռը թուլանում է Հայաստանում, այնքան դրա իր տեղը զբաղեցնում է Թուրքիան։ Բայց այսքանից հետո դու ոնց կարող ես քաղաքական process ձեռնարկել, անունը դնել, որ մենք սա ներքաղաքական է, ոչ Արևմուտք, ոչ Ռուսաստան, բալանսավորված քաղաքականություն, դա նույն բանն է, որ ուղղակի այդ գործընթացը անհաջողության է մատնվելու։ Ամբողջ աշխարհն է այսօր աշխարհաքաղաքական process-ներով առաջնորդվում։ Պուտին-Տրամփ բոլորը նայում են ինչ է կատարվում, ինչ են բանակցում, ըստ դրա իրենք կողմնորոշվում են։ Մենք ոնց ինչա մենք բացառություն ենք, թե մենք այնքան հզոր ենք, որ կարող ենք իրենց ուշադրություն չդարձնել։ Իսկ պարոն Այվազյան, ձեր թվարկած այս ամեն ինչը հաշվի առնելով, արդյոք այդ դեպքում ընդդիմությանը կհաջողվի այս քաղաքական իրավիճակները փոփոխել։ Նկատի ունեք իշխանապողություն։ Կարծում եմ ոչ։ Առանց հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշման դա հնարավոր չի։ Կողմնորոշումը չեմ ասում արևմուտքի հետ կապերը խզել միայն Ռուսաստան։ Դրա մասին չի խոսքը։ Բայց կան որոշ հարցեր, օրինակ հապկում վերականգնվում են, թե չէ։ Եվրոդիտորդները օրինակ կոնկրետ հարցեր են վերում, մնում են թե դուրս են գալիս։ Չգիտեմ, ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները մնում են թե ոչ։ Հայաստանը, ասենք, ԵԱՏՄ շրջանակներում եւ մյուս կառույցների, որոնք Ռուսաստանի մասնակցությամբ կան, այդ հարցում ինչ է անում։ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, որ կար Ռուսաստանի օգնությամբ, Հայաստանը էլի գնում է դեպի ՆԱՏՕ, այսինքն մենք տեսնում ենք, չէ՞, Պապիկյանը գնում է Գերմանիա եւ այլ, այսինքն
այդ ուղղությունը այդպես պետք է լինի, թե ոչ։ Առանց այս եւ այլ հարցեր, օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունվում է Հայաստան, պետք է ընդունել, թե ոչ։ Եվրամիությունը ընդհանրապես դա լավ է, թե վատ։ Եվ մի շարք հարցերի առանց այդ մի շարք հարցերի պատասխանները տալու գործընթաց չի կարող լինել։ Որտեղ այդ դեպքում, եթե այդ հարցերի պատասխանները որ ուժը որ տա եւ ինքը ռեսուրս ունենա, ժողովուրդը կտեսնի այլընտրանքային ուղղություն։ Ինքը կասի լավ, եթե մարդը անհանգստացած է իր անվտանգությամբ եւ տեսնում է ուժ, որը հստակ հիմնավոր բացատրում է, որ սա է ճանապարհը, ոչ թե հեքիաթներով, ոչ արևմուտք, ոչ Ռուսաստան այդ հեքիաթներով, ապա ինքը կարող է կողմնորոշվել։ Ես չեմ հավատում այդ հեքիաթների, որ Հայաստանը կարող է ինքնուրույն այս ամեն ինչից դուրս գալ։ Չեմ հավատում նաև դուրս գալու դեպքում էլ չեմ հավատում, որ կկարողանա ինքնուրույն զարգացում ապահովել։ Դա հնարավոր չի։ Դուր ասում են անկախ, լիովին անկախ այդ վայրի ցեղերն են Աֆրիկայում, որոնք կիսամերկ անապատով վազում են, ոչ մի բան չունեն, ոչ մեկից էլ կախված չեն։ Եթե այդ ձևով ենք անկախությունը նայում, ապա միգուցե կարող ենք գնալ Աֆրիկայում կամ այդ ձևով ապրել, բայց եթե ուզում ենք զարգանալ, անվտանգություն ապահովել, տնտեսություն ունենալ, էներգետիկա ունենալ, ապա բնականաբար պետք է նայենք այն պետությանը, որը որ պատրաստ է փոխշահավետ դաշնակցային հարաբերությունների հիման վրա այդ ամեն ինչը մեզ ապահովել։ Դա մենք էլ բնականաբար պետք է դրանով պատասխանենք։ Ցավոք սրտի 30 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ ստեղծել այնպիսի ներսում համակարգ, որը երկարաժամկետ կտրվածքով ամուր կպահպաներ հայ-ռուսական հարաբերությունները։ Օրինակ որ ասում են, այսինքն Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ հարաբերությունները լավն են, հա լավն են, բայց դա կախված էր իր անձից, որտեղ ինքը այդպես էր ցանկանում, այդպես էր անում։ Բայց տեսանք, որ իրենից հետո դա արդեն գնաց դեպի անկում։ Նշանակում է պետությունը պետական համակարգի առումով օրենքների տեսանկյունից առանձնապես ոչ մի գործիքներ չէր ստեղծել, որը հայ-ռուսական հարաբերությունները կպահպանեին։ Այսինքն անձից է կախված, անձը ուզենա կլինի, չի ուզենա չի լինի։ Եվ այն գործակալական ցանցերը, այդ ՀԿ-ները եւ մյուսները, ասենք վերջի 15 տարիների ընթացքում էապես իրենց դերը աճեց։ Լիբերալիզացվեց ՀԿ-ների մասին օրենքը, օրինակի համար ընդհակառակը փոխանակը կոշտացնելու այդ կենսաբանական գործունեությունը Միացյալ Նահանգների այդ ամեն ինչը դրանից հետո եղավ։ Իսկ նշանակում է, որ պետական համակարգը ինքը նախատեսված չի եւ ուղղված չի հայ-ռուսական հարաբերությունների պաշտպանությանը։ Կողմնակից նախագահ կլինի, լավ կլինի, այնպիսի նախագահ, որը եղավ լինի, որը որ, այսպես ասենք, հավասարության նշան է դնում Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, բնականաբար Արևմուտքի դերը աճելու է այդ դեպքում, որովհետեւ Արևմուտքը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում, Ռուսաստանը ավելի շատ պաշտպանողական քաղաքականություն է, այսինքն Արևմուտքին մի փոքր տեղ է տալի, ինքը մտնում է այդ ոլորտը գրավում է, հետո քեզ պարտադրում է քաղաքական որոշումներ։ Այնպես որ ապագայում ես ուզում եմ տեսնել այնպիսի ղեկավար, որը համակարգի առումով պետական արդեն հայ-ռուսական հարաբերությունները կամրապնդի, այսինքն որպես իրենից հետո անկախ նրանից ով կգա իշխանության, ինքը չկարողանա դրանք չհասնել, որտեղ օրենքներով, թեկուզ եւ սահմանադրությամբ, իսկ դրա համար ինչ է պետք, պետք է վերանայել լավ իմաստով եւ որակապես վերանայել Ռուսաստանի հետ մեր ունեցած անցյալը եւ ռուսական կայսրության օրոք եւ ԽՍՀՄ օրոք, դրանք պետական մակարդակով հայտարարել, ասենք վերածննդի ժամանակաշրջան եւ արդեն դա ամրագրել օրենքներով, համապատասխան բնականաբար արդեն համագործակցային ոլորտում տարբեր օրենքներով եւ արդեն շարժվել առաջ։ Օրինակ դուք կարող եք ստատիստիկան նայել, ասենք մի 10 տարի առաջ, ասենք պաշտոնյան արևմտյան ինչ կուրսեր կամ բուհ պետք է ավարտած լիներ, որ իրավունք վերապահովեր, ասենք նախարարի աթոռ զբաղեցնել։
գիտեմ Fletcher կամ ինչ որ նման մի Իսկ դա կանոն էր, արևմուտքը կանոն էր դրել, որպեսզի այս նախարարը իրավունք ունենա նախարար լինելու, պետք է գա մի հատ մեզ մոտ սովորի, մի հատ մեր մաղերով անցկացնեն, նոր իրավունք ունենա։ Եվ այդպես որ նայեք, տեսնենք, որ ճնշող մեծամասնությունն են այդ չինովնիկների։ Այսինքն քաղաքական համակարգը ամբողջովին արևմուտքի տակ է։ Մի քիչ ունենք ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ իրավահավասար համագործակցություն, դա արդեն փոխում են։ Դեպաբար Հայաստանը ամբողջովին անցնում է արտաքին կառավարման տակ։ Եվ վերջին հարցը պարոն Այվազյան, եթե թույլ կտաք, ամփոփելով թերևս այսօրվա մեր քննարկված հարցերը, Փաշինյանի այցը Ալբանիա, Արծրուն Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությունները հանրայինից, դրանց հաջորդող նաև որոշակի առումով իմպիչմենթի գործընթաց եւ այլն թվարկված այս հարցերի պարագայում բավականին իհարկե շատ են մեր խնդիրները։ Ինքներդ ո՞րն եք համարում վերջապես այս ամենի միջից ելքը եւ այն կարևոր կետը, որ նստես անտեսված է շատերի կողմից գուցե։ Դե ամենակարևորը անվտանգությունն է։ Աքսիոմատիկ կարելի է ասել իրողություն կա, պատմական, որ եթե Անդրկովկասում թուլանում է Ռուսաստանի դերը, այդ տեղը զբաղեցնում է Թուրքիան։ Այսինքն սա անվիճելի փաստ է եւ ապացուցված պատմականորեն։ Հետևաբար, որպեսզի Թուրքիայի դերը չմեծանա եւ մեծ լինի Ռուսաստանի դերը, ուրեմն Հայաստանը պետք է հնարավորինս շատ եւ խորը ձևով մասնակցի եւ ինտեգրվի Ռուսաստանի մասնակցությամբ կառույցներին եւ համագործակցային ֆորմատներին։ Այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ֆորմատին։ Դրա միակ ձևը դուրները զգա չկա, այլ տարբերակ չկա։ Դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, եթե խոսքը գնում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, լուծման մասին։ Մյուս բոլոր առումներով տնտեսական առումով ԵԱՏՄ, անվտանգային առումով ՀԱՊԿ, եւ ես կարծում եմ, որ անխուսափելի է, ոչ թե ասում եմ ուզում եմ կամ չեմ ուզում, դա այլ հարց է։ Դա ցանկության հարց է, բայց անխուսափելի է Հայաստանի ընթացքը դեպի միութենական պետություն, որտեղ ԱՄՆ, Ռուսաստան պայմանավորվածությունների արդյունքում իրենք պայմանավորվելու են, դա կարող է լինել մի տարի հետո, 2-3 տարի հետո, բայց մոտակա ժամանակում իրենք պայմանավորվելու են, որ աշխարհը կիսում են պատասխանատվության գոտիների եւ հետխորհրդային տարածքը անցնելու է ԱՄՆ համաձայնությամբ Ռուսաստանի պատասխանատվության գոտի։ Եվ այդ դեպքում բնական է, որ Ռուսաստանը որպես իր գործառույթները էֆեկտիվ կարողանա իրականացնել որպես պատասխանատու այդ տարածքից, այսինքն ինչ նշանակում պատասխանատու։ Ամեն մեկը պարտավորվելու է, թե որ տարածքի նկատմամբ է ինքը հսկողություն իրականացնելը, որ կարգ ու կանոն է այդտեղ լինի, որ համաշխարհային կայունությունը պահպանվի, այնպես չէ լինի, որ մի պետություն իրեն այնպես պահի, որ խաթարի այդ տարածաշրջանի կայունությունը։ Այսինքն կարգ ու կանոնին հետևելու երկուսով։ Հետխորհրդային տարածքին հետևելու պատասխանատվությունը տրվելու է Ռուսաստանին։ Բայց որպեսզի նա լավ դա անի, ուրեմն պետք է այդ տարածքի պետությունները հնարավորինս խորը ինտեգրված լինեն իր մասնակցությամբ կառույցներում։ Դե ԵԱՏՄ հապկում արդեն մենք կանք, այդտեղ վերականգնվելու է։ Բայց ընթացքում նաև ճանապարհ է լինելու դեպի միութենական պետություն։ Միանգամից կարծում եմ չի լինի, որտեղ առանց Վրաստանի եւ Ադրբեջանի կարծում եմ նպատակահարմար չի լինի, որ մեզ այնտեղ մտցնեն։ Բայց ժամանակի ընթացքում եւ Վրաստանը եւ Ադրբեջանը կդառնան ԵԱՏՄ անդամ, եւ աստիճանաբար իրենք կինտեգրվեն, հետո մենք արդեն միասին կգնանք միութենական պետություն։ Մեր զբաղության երկրները դուրս են գալու ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ն է իրենց դուրս հանելու, որտեվ հետխորհրդային տարածքի մեջ են մտնում։ Ռուսաստանն էլ վերցնելու է ողջ Ուկրաինան, այսինքն մի մասը կմտնի որպես իր մաս, մյուս մասի վրա հնարավոր է ասենք անկախ Ուկրաինա, բայց Ռուսաստանի բարեկամ պետություն։ Եվ այդպես հետխորհրդային տարածքում այդ հարցը կլուծվի։ Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի հետ համագործակցություն չի լինելու, ուղղակի որոշակի կարմիր գծեր կգծվեն, օրինակ
կարմիր գիծը կլինի այն, որ Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն որևէ ռազմական գործունեություն հետ խորհրդային տարածքում չպետք է իրականացնեն։ Մնացած հարցերում առևտրատնտեսական հարաբերություններ, տեխնոլոգիաներ, հումանիտար համագործակցություն, չգիտեմ, հանքարդյունաբերություն, պետությունները ազատ են լինելու արևմուտքի հետ իրենց հարաբերություններ կառուցել։ Այնպես որ հեռու չի այն օրը 7 սարերի հետևում չի եւ երբ էս բաժանումը տեղի կունենա եւ Հայաստանը այլ ընթացք չի ունենալու, քան ինտեգրվել գնալով ավելի խորը Ռուսաստանի մասնակցությամբ կառույցներում։ Շնորհակալ ենք պարոն Այվազյան մեր հրավերն ընդունելու համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ զրուցակիցն էր Լույս տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։ Ցտեսություն։